Սամվել Կարապետյանը 2 ամիս առաջ երկկողմանի թոքաբորբ է տարել կալանավայրում։ Սա պարզվել է, երբ տնային կալանքի ընթացքում բուժզննում է անցել գործարարը։ Սամվել Կարապետյանը մշտապես քրեակատարական հիմնարկում գտնվելու պայմաններում դժգոհում էր խցի ցուրտ լինելու պայմաններից։ Չնայած գանգատներին քրեակատարողականի բժիշկներն ասել են, թե որևէ խնդիր չեն տեսնում։ Քրեակատարական հիմնարկի պայմաններում իբրև թե բժիշկը իրականացնում էր բուժում եւ պարզում էր, որ ոչ մի խնդիր էլ չկա, բայց փաստորեն ստացվում է, որ քրեակատարական հիմնարկի բժիշկները իրենց ակնադիտական եղանակով հաղթահարում են MRT եւ ԿՏ սարքավորումներին եւ ոնց որ իզուր էին գիտնականները հայտնագործել այդ սարքերը։ Փաստաբանների գնահատմամբ հանցավոր ամփոփություն են դրսևորել բժիշկներն ու քննիչները, որոնք այդպես էլ ընթացք չեն տվել գործարարի պատշաճ բուժզննում ապահովելու իրենց բազմաթիվ դիմումներին։ Պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են այդ ստուգումը բժշկական նվազագույն ապահովելու, մեզ գրություններով հայտնել են, որ ոչ մի խնդիր չի եղել։ Նրան COVID է ախտորոշվել, ինչը փաստաբանների խոսքով շատ ծանր է տարել Կարապետյանը։ Քննիչների ու քրեակատարողական հիմնարկի բժիշկների ամփոփության հիմքով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել փաստաբանները, սակայն նրանց խոսքով ցրողական պատասխաններ են ստացել։ Մինչդեռ Կարապետյանի տնային կալանքը նորից բանտային պայմաններով փոխարինելու քննիչների միջնորդությունը վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել։ Փաստաբան Արամ Վարդևանյանի համոզմամբ խափանման միջոցը փոխելու իրավական որևէ հիմք չկա։ Բայց քննչականը եւ դատախազությունը պատկերացրեք ծանրաբեռնված մարմիններ։ Գալիս են եւ հունվարի 5-ին ամենակարևոր գործը դա այն է, որ հանգարց Սամվել Կարապետյանը ոնց լինի տնային կալանքի պայմաններում, համակցված գրավով, համակցված բացակայելու արգելքով, համակցված լրացուցիչ սահմանափակումներով։ Լավ հարց կառաջանա, չէ՞, իսկ ինչ պետք է գրած լինեն այդ բողոքում։ Բառացիորեն ասում եմ, իրավական հիմնավորվածության տեսանկյունից դա 0 է։ Շարադրված է քրեական դատավարության օրենսգրքի շաբլոնային ձևակերպումները, որոնք վերաբերում են կալանքին։ Եվ պատասխանն է, ինչի չլինի կալանք։ Այսինքն պատկերացումը մեր հարգարժան իրավապահների նրանում է, որ բոլորը լինեն կալանավորված։ Մեկ դատավորի մասին հայտնի պատմություն կա։ Շատ հայտնի դատավոր է իդեպ, շատ հայտնի։ Ասում են, երբ ինքը փողոցով քայլում է եւ մարդ է տեսնում, տխրում է, որտեվ ասում է, չէ, որ այս մարդուն կարող է կալանավորած լինել։ Ըստ փաստաբանի, վերաքննիչ դատարանը պահանջել է, որ փաստաբանները նախատեսված ժամկետից շուտ գրավոր դիրքորոշում հայտնեն քննիչների ու դատախազի միջնորդության վերաբերյալ։ Այդ 10 օրյա ժամկետի տրամաբանությունը հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մշտապես պահպանել է։ Այս անգամ այդպես չէ։ Այս անգամ դատավորը նախատեսել է, որ մինչև հունվարի 15-ը պետք է ներկայացնեն գրավոր դիրքորոշումները, տվյալները, իսկ հունվարի 16-ին պետք է հրապարակվի դատական ակտը, որտեղ է շտապում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։ Դեկտեմբերի վերջին էր հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը Կարապետյանի կալանքը տնային կալանքով փոխարինել լրացուցիչ սահմանափակումներով։ Այդ որոշումը կայացրած դատավորը երկուշաբթի խոստովանել է, համարձակություն է դրսևորել այդպիսի որոշում կայացնելիս։ Իմ բոլոր որոշումները, իմ բոլոր դատական ակտերը իրենց մեջ, այո, որոշակի առումով համարձակություն պարունակում են։ Յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, պետք է գործի սահմանադրությանը եւ օրենքների համապատասխան եւ դա ինքնին համարձակություն է պարունակում իր մեջ։ Հասել ենք այդ օրվան, որ բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելը դարձել է համարձակություն։ Հայաստանում իրավունքի գերակայության բացակայությունն է պատճառը, որ դատավոր Պետրոսյանը ոչ թե կալանքի հիմքերի բացակայությանն է հղումանում, այլ իր համարձակությանը։ Վարդևանյանը ընդգծում է, ակնհայտ է, որ բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու հիմք չկա, ու դա ներկայացվել է դատավորին։ Քրեական օրենսգրքին համապատասխան որոշում ներկայացնելը համարձակություն է ընկալվում, ըստ փաստաբանի, Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման ցուցում տված Նիկոլ Փաշինյանի ինչ է արդարությունն ու արդարադատությունը հարցադրման պայմաններում։ Մեր իրականության մեջ ձևակերպված է ընդհանրապես ինչ է արդարադատությունը։ Այսինքն կա որևէ տեղ, որ մենք ասել ենք արդարադատությունը հետևյալն է, կամ ինչ է արդարությունը։ Բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարևորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են, որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ, կամ տեսեք այսօր հնչեց դատավորի խիղճ։ Դա ինչ է։
Իսկապես կարող է շատ աբսուրդ հնչի, ինչի մենակ դատավորի, վարչապետի, պատգամավորի, նախարարի, դա ինչ է։ Հնարավոր է դա ինչ որ ձևով մոդելավորել, ձևակերպել, նկարել։ Փաշինյանի հարցերին Վարդևանյանը պատասխանում է պարզ սահմանումով։ Առաջին երաշխիքը մարդասիրությունն է։ Տարական մարդասիրությունը։ Տարական որ մարդիկ կալանքը չֆետիշացնեն, այդ ժամանակ լինում է արդարություն, այնուհետև արդարադատություն։ Տարական մարդասիրության արկայությունն է երաշխիքը, որ լինի արդարություն, որ լինի արդարադատություն եւ դատավորների խիղճ գոյություն ունենա։ Թերեզա Կադաևչյան, Աշոտ Մունոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։